Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօր զրուցելու ենք սպորտային մարմնամարզության մասին, հյուրս էլ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անմիջապես առանց թաքցնելու հույզերս, էս ինչ եք անում։ Լավ է ստացվում ամեն ինչը։ Ճիշտ ասած մեր մր սպասելի էր։ Ես ասում եմ դրա համար հենց դեռ չի լրացել օգոստոսին առնելու Հավանի Համլետի Մանուկյան 18 տարեկանը, բայց տարեթվով 2007 թիվ իրավունք ունի մասնակցելու մեծահասակների։ Քանի որ երիտասարդների մրցումներ չկար հատուկ, դա համար մենք սկսեցինք աշխարհի գավաթներից փորձարկումներ միանգամից։ Առաջի մրցումը շատ լավ որակավորում եղավ, եզրափակիչին շատ վատ մասնակցեցին։ Մենք ավելի լավ է, ավելի մանրամասն խոսենք այն բանից հետո, երբ դիտենք գործընկերներից պատրաստած տեսանյութը աշխարհի գավաթի խաղարկության փուլերից։ Իսկապես շատ բան կա ասելու, ուրախանալու շատ բան կա, դրանից հետո կվերադառնանք ու կմանրամասնենք, լավ։ Լավ, խնդրեմ։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի այս տարվա հաղթական ուղին սկիզբ առավ Գերմանիայի Կոտբուս քաղաքից։ Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը ոչ միայն նոր մրցաշրջանի սկիզբն էր, այլև նոր անունների բացահայտում։ Փորձառու մարզիկների կողքին միջազգային ասպարեզում մեծահասակների պայքարում իրենց նորամուտը նշեցին Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Նրանց վստահ քայլերն առաջին իսկ ելույթից հուշեցին սերնդափոխությունը հայ մարմնամարզությունում արդեն իրականություն է։ Եվ այդ պահից սկսվեց մի ճանապարհ, որը բերեց փայլուն հաղթանակների։ Համլետ Մանուկյանը դարձավ այս մրցաշրջանի բացահայտումներից մեկը։ Ընդամենը 17 տարեկանում նա նվաճեց 3 ոսկե մեդալ նժույգ թափերում, դառնալով աշխարհի բացարձակ գավաթակիր։ Նրա ելույթներն ապացուցեցին, ապագան արդեն ներկայում է։ Աշխարհի բացարձակ գավաթակրի տիտղոսը նվաճեց նաև Արթուր Դավթյանը, վարպետի ոճով եւս մեկ անգամ հաստատելով իր կարգը։ Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիրը հենացածքի վարժությունում նվաճեց 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ, գերազանցելով մրցակիցներին թե տեխնիկական վարպետությամբ, թե ներփաճաշակ կատարումներով։ Նրա վստահ ելույթները նորից ընդգծեցին Դավթյանը շարունակում է մնալ մարզաձևի համաշխարհային առաջատարներից։ Փորձառու Վահագն Դավթյանը եւս հիշեցրեց իր մասին Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օղակների վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, իսկ 5-րդ փուլում կրկին նույն կարգում նա կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին, արժանանալով արծաթե մեդալի։ 6-րդ եւ եզրափակիչ փուլում Կահիրեում առանձնացավ մեկ այլ անուն՝ Արթուր Ավետիսյան։ Օղակների վարժությունում նա եզրափակչում հավաքեց 14.466 հազարերորդական միավոր եւ նվաճեց իր առաջին ոսկե մեդալը գավաթի խաղարկություններում։ Ավետիսյանն այս մրցաշրջանում արդեն նվաճել էր 2 բրոնզե մեդալ՝ Օսիեկում եւ Դոհայում։ Իսկ Կահիրեի ոսկին գեղեցիկ եզրափակում էր հաստատակամ աշխատանքի ու կամքի արդյունք։ Հայաստանի մարզիկները գերազանցեցին ոչ միայն մրցակիցներին, այլև սեփական նախորդ ցուցանիշներն ամրապնդելով իրենց անունն աշխարհի սպորտային քարտեզի առաջնագծում։ Եվ այս փայլուն մրցաշրջանը տրամաբանական շարունակություն է ստանալու մայիսի 26-ին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաչիկյանը։ Նոր մրցումներ, նոր մարտահրավերներ եւ մեր մարզիկները պատրաստ են պայքարելու, հաղթելու եւ կրկին հպարտություն պարգևելու ամբողջ ժողովրդին։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ շարունակում ենք զրուցել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մեր ունեցած, չգիտեմ, աննկարագրելի ֆանտաստիկ հաջողությունների մասին։ Երկու հոգի արդեն բացարձակ գավաթակիր են, Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը, մի քանի հոգի առաջին տեղ, բազմաթիվ երկրորդ տեղեր եւ ընդհանուր առմամբ տպավորություն, որ իսկապես ավանդույթները վերականգնվելուց էլ ավելացել են։ Ընդհանրապես սպորտային մարմնամարզությունը մեր ամենաուժեղ մարզաձևերից մեկն է եղել, օլիմպիական խաղերի 3 չեմպիոն ունենք, աշխարհի բազմաթիվ չեմպիոններ։ Շատ լավ է, որ թիմի լիդերը օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր է, արծաթե ու բրոնզե, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի բացարձակ գավաթակիր բազմակի ընդորում եւ հիմա այսպիսի համալրում
իդեմս Համլետի եւ Մամիկոնի, Արթուր Ավետիսյանի կարծես թե վերադարձը, տեղատվությունից հետո մակընթացությունը, շատ փորձառու Վահագն Դավթյանի հրաշալի ելույթները եւ ուղղակի գերազանց գնահատական մեր հավաքականին։ Սա ընդհանուր։ Հիմա հերթով։ Սկսենք Արթուր Դավթյանից։ Փարիզի արծաթե մեդալից հետո մենք զրուցեցինք, մտերմիկ զրույց ունեցանք ու խոսում էր այն մասին, որ եթե կարողանա վնասվածքները վերականգնել, կշարունակի, եթե ցավերը ուժեղանան ու չկարողանա, գուցե մտածի հեռանալու մասին, որովհետև տարիքն էլ արդեն կարծես թե վատ չէ, բայց իմ խնդրանքն էր նաև իր մեծ ցանկություններ մնալ մինչև Լոս Անջելես 28 թիմը ղեկավարել, այսպես գլխավորել որպես առաջատար ու հետո պարզվեց, որ ոչ միայն հեռանալու մասին խոսք չկա, այլ նաև վերականգնվեց, բուժեց վնասվածքները եւ հիմա փառահեղ ելույթներ է ունենում։ Ինչ կասեք։ Արթուր Դավթյանը դա անենց մարզիկ է, կոնկրետ մարզիկ, ոչ միայն ինքն է կատարում, այլ բոլորին ոգեշնչում է։ Շատ մեծ դեր ունես երիտասարդների արդյունքների հետ կապված, որովհետև իր կողքին է ինքը այո ավակն է թիմի, հենց իր այդ հանգիստ լինելը, այդ որ երիտասարդները նայում են շատ կարևոր է։ Ֆենոմենալ սառնասրտություն ունի։ Բացի այդ էլ ասենք առաջի 3 գործիքները ազատ վարություն, նժուկ թափեր, օղակները լինում է։ Մի օր, հետո հենացած, որ իր գործիքն է, ինքը տեղ վերակատարում ունում նաև որպես մարզիչ, օրինակ Դավթյան Վահագին, եթե բոլորը տեսնում են ինքն է բանանում, վարձացնում, նույն ազգանունի տակ են, բոլորը գիտեն եղբայրներ են, բայց տենց չի, իրականում եղբայր չեն, ինքը շատ լավ մարզիկ է, առաջին ինքը շատ լավ մարդ է։ Այդ ամեն ինչը խորհրդակցել ենք, խոսացել ենք, հասկացել ենք, որ այո, ես անձամբ բոլոր մարզիկներ, մեր Դավթյան Արթուրին չէ։ Մեզ պետք չեն, որ վնասվածքներ ունենան, ամբողջ կյանքում իրանք կտուժվեն։ Պետք է մեզ առաջին առողջ մարդ, որովհետև իրանք մեր տղաներն են։ Մենք այդ ձև ենք մտածում, ինքը լրիվ չի վերականգնել, բայց չի խանգարում։ Օրինակ, ես զգում եմ ինչ-որ մի բան խանգարում, հարցը տալիս եմ, ասում եմ, չէ։ Դա ինձ չի խանգարում, ու միշտ է տենց ա եղել, այդ շատ լավ որակ է, մինչև մյուս ցիկլը անպայման ինքը կշարունակի։ Նվնվացող տեսակ չէ։ Չէ, նվնվացող չի, որովհետև ոտքը կապած ինքը կատարում է, ոչ թե ինչ պատճառ ենք մանգալի։ Դե ոտքը կապած է, մի խնդիր կա, չէ՞, ասում եմ, ընդհանրապես չի խանգարում։ Շատ լավ որակներ ունի, հուսով եմ լավ կլինի հետագայում։ Վահագն Դավթյան եւս մի շատ հետաքրքիր ու ուժեղ մարզիկ, որ մի պահ կարծես թե նաև վարչական աշխատանքով պայմանավորված սկսել էր մտածել հեռանալու մասին, բայց նորից ստացվեց, նորից օլիմպիական խաղերի մասնակցություն ու հիմա էլ աշխարհի գավաթի խաղարկության փուլերում հրաշալի արդյունքներ։ Ինչպես է կարողանում ինքը իրեն տրամադրել։ Վահագն Դավթյան շատ աշխատասեր է, շատ։ Հենց հիմա էլ ինքը Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալն է։ Ցանկացած դեպքում երկու տեղ դժվար է լինելու։ Ես ասել եմ ու տեսանք, որ դուք ասում եք, ես այդքան էլ գող չեմ, որովհետև այո, ինքը ոսկի մեդալ էլ է նվաճել, երկրորդ տեղ էլ է գրավել էտապներում, բայց եղել է 2 անգամ ինքը ընկավ վերջինը։ Դա ինքը հոգնած է։ Արթուրը 33 տարեկան է լինում, ինքը 37։ Դա էլ մեծ կապ ունի ու որոշում են կայացել, որ մյուս տարի ինքը գոնե 2 էտապին կմասնակցի։ Շատ են ուղղակի բոլորս հոգնել ենք, բայց ստիպված ենք անում, քանի որ պետքա միավորներ ձեռք բերենք, որ կանենք աշխարհի առաջության մասնակցենք։ Շատ հնարավոր է, որ 2-ից ավել ինքը չի մասնակցի, ու այդ 2-ում ավելի լավ մասնակցի այդ միավորները մասնակցության լինի, քան թե այս ձևի մասնակցություն ունենա, ուղղակի ինքը մեղքս գալիս է։ Տենում ենք ուզում է շատ, բայց ուժը արդեն չի երիկում, հոգնում է։ Արթուր Ավետիսյան։ Ես ճիշտ էի ասում, չէ՞ որ տեղատվություններ կարծես թե վերջացել էր վառոդը, բայց մեկ էլ հանկարծ պորտկում ու հիանալի ելույթներ։ Ու ամենավերջինը եղավ հիանալի ելույթ, իմիջալոց ինքը երկրորդ աշխարհի գավաթներին, դե աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն 4-րդ տեղեր էր գրավում, սա առաջի անգամը որ ինքը ոսկի մեդալ տարավ ու վերջի փուլում տարավ։ Փառք Աստծո, ոնց որ ասած բացումը կատարվեց երևի, որովհետև կանոնադրությունները փոփոխություններ եղել արդեն 10 տարի տերը 8 են կատարում, այն տարը որ ինքը կատարում էր ուսը շատ լուրջ խնդիր ուներ, վիրահատվեց, հենց այդ տարը արդեն մենք արդեն հանում ենք, ինքը կարա չանի ու ավելի լավ կարա ստացվի, մնում է վերջում կանգնի, ես հուսով եմ, եթե ինքը արեց վերջում իր վայրեջքը ճիշտ կատարեց, ցանկացած մրցումներին ինքը ինչ որ մեդալ կտանի։ Իմիջիայլոց մինչև վերջին փուլը
նախավերջին փուլից հետո պատահաբար փողոցում այսպես մեքենաներով անցնում էինք իրար կողքով, շնորհավորեցի, ասի Արթուր ջան, հաջորդը ոսկե չի, ասես բա իհարկե անպայման։ Ու արեց։ Դա լավ է որ արեց, բայց որ ասեց, դա չի կարելի։ Ես որպես մարզիչ տղաներին բոլորին ասում եմ, սա մարմնամարություն է ցանկացած դեպքում, մի հատ թեթև քայլը առաջի տեղից 4 տեղ միջա կնի։ Մի ասեք, արեք թո տեսնեն։ Ավելի պետք է համեստ լինել։ Ես ուղղակի ճիշտ ասած զարմացա, որ լավ է որ մարզիչը խստապահանջ է, բայց նաև լավ է երբ մարզիկը ինքնավստահ է։ Անպայման ինքնավստահ կլինենք, քանի որ մենք մրցումներին գնում ենք, իրանք տենում ենք, մենք ինքնավստահ ենք, բայց պետք է լինենք համեստ, ամեն արդյունքից հետո ավելի համեստ։ Երբ որ քիթը բարձրացրեց, ես չեմ որ կպատժեմ։ Սպորտը կյանքը, Աստված կպատժի, չի կարելի ուղղակի այդ ես ասում նույն տրամաբանությամբ հիմա դաստիարակում եք մեր այս երկու ֆենոմենալ պատանիներին կարող եմ ասել, այդ տարիքում պատանի են դեռ, բայց երկուսն էլ արդեն կայացած մարմնամարզիկ, իսկ Համլետը Մանուկյան ուղղակի ցնցեց բացարձակ հաղթող դառնալով աշխարհի գավաթի խաղարկության փուլերում։ Դա անպայման ինչ տեսնում են սովորում են, հենց սկզբից ասենք Դավթյան, Արթուրը, Մերդինյան, Հարություն, իրանց ասենք մենք սովորացրել ասել ենք, իսկ այս պատանիների ոնց որ ասեցիք, իրանց կարիք էլ չկա այդքան ասել, իրանք տեսնում են։ Տեսնում, դա էլ սովորում են։ Իրանց համար ավելի հեշտ է, քան թե մեծերի է, որտեղ չեն եղել։ Իրանց դիմացը կան օրինակներ, որ իրանք մեկը ավելի վստահ, Դավթյան Արթուր, այն մեկը ավելի ֆիզիկապես ուժեղ, տարբեր են։ Սրանք բոլորը տղաները տենում են ու անում են նույնը, իմիջիալոց արդեն պատանիները ոնց որ իմ համար արդեն թորնիկներ են։ Ես օրինակ Համլետի Մանուկյան 2-3 էտապներում ես մասնակցեցի որպես մարզիչ, ավելի ինչ որ հուզված էի, քան թե մեր Արթուրը Վահագը մասնակցում էին, շատ հետաքրքիր ու սպասվածից ավել եղավ։ Ես չէի սպասում բարձրացակ ինքը կհաղթի կոնկրետ Համլետը Մանուկյան, ոչ մեկ չէին սպասում, քանի որ այդպես նախադեպ չի եղել։ Ամբողջ աշխարհում մի անգամից տեղափոխվի մեծահասակների մեջ ու ընդհանուր գավաթը հաղթի, 3 իրար հետևից հաղթի, այդպես դեպք չի եղել։ Հիմա անեցա ստացվե, ես կասեմ վստահ վախ կա, որովհետև արդեն շատ հարգում են մարզական լրագրողները, երբ որ ասենք ես տեսանք էլի վախ ինչի հանդեպ։ Վախ, որ Համլետը գալու է բոլորին հաղթի, որովհետև տեսան բոլորի հանդեպ, բոլորի կողմից վախ կա։ Տեսան, որ Համլետը կարող է երիտասարդ տարիքում գա բոլորին հաղթի, որովհետև հաղթեց։ Բայց նորից եմ ասում, մարմնամարզությունը չես կարող ասես ինչ ա եղել։ Ես ասենք ներքին մրցավարական ինչ որ բաներ կան, ման են գալի խոշորացույցի տակ, մանրադիտակի տակ, ինչ որ սխալներ են ուզում ման որպեսզի գտնեն, հենց էդի նշանակումը, որ վախում են, որ Համլետը կարող է։ Հետո ադապտացիան էլ դժվար է։ Դժվար է ընդունել միանգամից, որ եկավ ու հաղթեց։ Հնաբնակները չեն հանդուրժում։ Այո, կարող է, ես ասենք նայում եմ անվանական ցանկերը, ես չեմ կարող ասեմ հաստատ, բայց անվանական ցանկում հիմա օլիմպիական չեմպիոնը չկա իռլանդացին։ Ես չեմ կարող ասեմ ինչ է համար, որովհետև փոխ չեմպիոնը 3 էտապներում Համլետի հետ մասնակցեց Ղազախ մարզիկը ու միշտ պարտվեց։ Ու ոչ թե երկրորդ տեղը գրավեց, այլ երրորդ, էս վերջ անգամ 5-րդ։ Կարևորը Համլետի մոտ ինչ նկատեցի, առաջինը ես ասեցի կոդբուսում եզրափակիչին լարվածություն ունեցավ ընկավ։ Ես շատ վախեցա, ինչ առումով ես հասկանում եմ հոկեբանոն մյուսը կկատարի թե չէ։ Եթե կրկնվում են, արդեն շատ վտանգավոր է կմտնի մեջը։ Փարկասու երկրորդը ստացվեց առաջորդը, երկրորդ օրը ու մի անգամից հաղթեց, ոչ թե մեդալ տարավ։ Արդեն մյուսը ավելի լավ կատարեց, երրորդը ավելի լավ կատարեց։ Ու ուրիշ գործիքներ էին, նժույգ տարբեր բրենդների անում։ Պարոն Սերոբյան, ես հիշում եմ 2 տարի առաջ, երբ Համլետը Մանուկյան պատանիների առաջնությունում բազմամարտից մտավ եզրափակիչ եւ չհաղթեց միայն այն պատճառով, որ մենք ուղակի պատտածող չունենք, որ դրա վրա նորմալ մարզվեր, ես հասկացա, որ ինքը ունիվերսալ բազմակողմանի մարզիկ է։ Ինքը 2-3 գործիք գոնե կարող է կատարել ամենաբարձր մակարդակով։ Ճիշտ եմ նկատել։ Շատ ճիշտ եք նկատել։ Դե մեր մոտ պատանիներ չեն լինում երիտասարդներ։ Դե ինքը նժույգների աշխարհի չեմպիոն, հետո օղակների աշխարհի չեմպիոն։ Արդեն այդ շատ ուժեղ գործիքներ, այո, շատ ճիշտ է։ Այդ գործիքների վրա լավ աշխատելով ինքը գնաց թեկուզ հենացածք, ինքը որ փոքր է, հենացածքի վրա դժվար է թռնում, ցածր գնահատական ստացավ։ Զուգափայտը նորմալ, բայց գնում էր առաջի տեղ, այ պտտածողից հետո ինքը հետ գնաց, որտեվ դեռ այդ դալիճը
Հուսով եմ ինչ-որ մի ժամանակ կլինի, ես չեմ կարող ասել, որ կլինի այդ նորմալ պայմաններ, արդեն կսկսենք զարգացնել։ Մյուս գործիքներն է, այո, ինքը բազմամարտիկ է, ոչ միայն ինքը։ Նույն Խաչատրյան Մամիկոնը, նույն մեր Դավթյան Արտուրը, քանի անգամ բազմամարտում 4-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում։ Այդ մի անգամ չի եղել, ու հենց պատճառը երկու գործիքն են, որ ավելի թույլ են։ Հենց որ պայմանները կլինի, կաշխատենք, հուսով եմ լավ կլինի։ Մամիկոնն էլ արդեն կայացած ավակ տարիքի մարզիկի նույն սառնասրտությամբ ու շատ լավ է, գիտեք, երբ որ դեմքերին սկզբից հնդկացիների, մայաների, ացտեկների սառնությունն է, հետո հաղթանակից հետո թեթև ժպիտ։ Ինքն էլ կարծես թե արդեն ինքնահաստատումը անցավ։ Ինքը դեռ լրիվ չի անցել, ես կասեի, որովհետև թերություններ ունեցավ, այս վերջին մի քիչ երևի դողաց թե ինչ կատարվեց իր հետ, բայց Համլետի հետ այնքան լավ ընկերներ են, ես տեսնում եմ, այս շատ կարևոր է, որ իրար հետ ոնց են իրար օգնում։ Վերջի բանին մրցումներին Դոհայում Համլետը մի հատ սխալ թույլ տվեց, կարային 0.3 ուղակի իրան տուշ տային, որտեվ երկրորդ անգամ ինքը Մամիկոնն էր մոտիկանում նորից բարձացավ այդ պամոստ։ Չի կարելի 3.10, այդ ոգևորությունը իրար հետ են, իրար կողք են։ Առաջի մրցումները անեն ստացվեց Մամիկոնն էր մոտիկանում, հետո նոր Համլետը։ Մամիկոնը արև վերջացրել էր։ Մի հատ անստեղ ինքը ուղակի չավերից, մենք զարմացանք։ Ընկնելով 4 տեղ գրավեց։ Հետո Համլետը եկավ լրիվ խառնեց իրար, իրար վրա ազդում են էլ այսօր Համլետը կարենա ազդի Մամիկոնի վրա։ Ինքը լրիվ մեծ պոտենցիալ ունի, որովհետև աշխարհի գավաթին Կոդբուսում Գերմանիայում արել են երկուսն հավասար գնահատականով առաջի երկրորդ տեղն էին իրար հետ։ Ոնց որ մեծ պոտենցիալ կա ու մտածում ենք թիմի համար, հիմա Եվրոպայի առաջնությունը Խաչիկյան Գագիկը կմենանա, իմիջիալոց Դավթյան Արտուր ուրիշ գործիքները կողքից կանի, թիմը ուզում ենք փորձարկենք տենան 27 թվի թիմային պայքար արդեն։ Այո։ Եվրոպայի թիմային առաջնության համար թե ինչ կլինի, այդ փորձում ենք տեսնենք, որ ճիշտ նշանակետին խփենք, ոչ թե ինչ որ այդքան էներգիա ծախսենք ու գնա հեչ, որտեղ Երևանում ալնելու շատ պատասխանատու ալնելու ու կիմանանք մենք հասկանանք թե ինչ ենք անելու, որ ուրախացնենք մենք բոլորս։ Մեր Հայաստանը։ Եվրոպայի առաջնությունը մայիսի վերջ է կայանալու, դրանով ամփոփելու ենք տարվա առաջին հատվածը։ Մենք արդեն ունենք աշխարհի առաջնության բավականաչափ միավորներ, թե Եվրոպայի առաջնությունն էլ կտա միավորներ, նոր կիմանանք թե աշխարհին քանի մասնակից կունենանք։ Չէ, Եվրոպայի առաջնությունը չի տալի հենց այս աշխարհի գավաթներում, մենք 5 հոգի կարանք մասնակցենք, 5 հոգի ունենք։ Բացի Խաչիկյան Գագիկից, այս բոլորը, որովհետև 5 հոգի գնացել են մասնակցել, 5-ն են մտել են եզրափակիչ։ Իսկ մինչև 8-րդ տեղ արդեն միավորներ են տալի։ Մինչև 12-ն է տալի քիչ, բայց եթե եզրափակիչի մասնակիցներն արդեն միավորները ձեռք են բերել, այնց որ 5 հոգի մենք կարանք մասնակցենք, դե ներկուսը մասին չեմ ասում, շատ բարձր։ Շատ բարի։ Հիմա նշանակում է Եվրոպայի առաջնություն գնում ենք 6 հոգով։ Այո։ Եվ մասնակցում ենք ոչ միայն անհատական, այլ նաև թիմային պայքարին։ Այո։ Թիմի կազմը գիտենք արդեն։ Գիտենք ովքեր են գնում, մենակ Դավթյան Վահագն անհատական է լինում, 6 հոգի կա։ Ինքը թիմային պայքարին չի մասնակցել։ 6 հոգի են թույլատրում, մեկ անհատական, 5-ը թիմում։ Դրանք են Դավթյան Արտուրը, Ավետիսյան Արտուրը, Մամիկոնը, Խաչատրյան, Համլետը Մանուկյան եւ Խաչիկյան Գագիկը, նա էլ է բազմամարտիկ, ինքը շատ լավ տղա է, ուղղակի էս վերջին Այսինքն վերջի պահին կորոշեք 5-ից որոշած է, հա, գործիքների վրա, այո, 4 հոգի պետք է մոտիկանա, 4-ից լավագույն 3-ի արդյունքը կգնա հաշվարկում։ Այո, դա վերջին պահին, որտեղ ուսումնամարզական հավաք հիմա Արսենք 12-ին մեկնելու ենք հենց Գերմանիա, Գերմանիայում է լինելու Եվրոպայի առաջնությունը, հենց այնտեղ 12 օրյա համատեղ Գերմանիայի հավաքականի հետ կանցկացնենք ուսումնամարզական հավաք եւ կգնանք արդեն Բերլինից Լայպցիգ ու իմիջիալոց շատ մեծ ուրախությամբ, շատ մեծ ողջավորությամբ իրանք հրավիրեցին շատ հարմար գներով մեր ուղղակի մենք զարմացել ենք, որ մենք համատեղ իրար հետ մրցումների անցկացնենք հավաք։ Շատ լավ, ցանկանում եմ լավ ելույթներ, բայց մինչև հաղորդման հաջորդ հատվածին անցնելը կուզեի նաև Հարություն Մերդինյանից մի քանի տեղեկություն ունենալ, նա մարշչական շտաբում կա, օգնում է թիմակիցներին, թե այս փուլում հանգստանում է։ Մերդինյան Հարությունն այն մարդն է, որ այն վաստակն ունի, այս թիմի, այս ամեն ինչի, բոլոր ունեն, ամեն մեկը մի հաջողություններ իր ներդրում ունի, կա կողքնա կոնկրետ Դավթյան Վահագին անձնական մարզիչն է,
բայց քանի որ հիմա Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի ինքը փոխտնօրենն է, այդքան չի կարողանում մրցումների դեռ գնալ գալ, այն պատասխանատու մրցումների կլինի Վահագի կողքը ինքը։ Միշտ մեր հետ է։ Շատ բարի, ուրախ եմ այդպիսի թիմային մթնոլորտի համար, ուրախ եմ այդ արդյունքների համար, հպարտ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու հայ, որ մենք կայացած ուժեղ թիմ ունենք, վստահ եմ նաև ներքևից են գալիս ավելի պատանիներ եւ մի օր հավատում եմ ես այդ օրվան, երբ մենք թիմային աշխարհի չեմպիոն կդառնանք։ Ամեն ինչ իր ժամանակին։ Իմիջիայլը ուզում եմ ասեմ, մենք մարզիչները, բոլոր մարզիչները, բոլոր իրար հետ, իրար ընկերական, իրար հարազատների պես իմ աշակերտներն են, այնքան շատ են օգնում, ես արդեն հանգիստ եմ։ Ես վստահում եմ Նազարյան Հայկը կարա կատարի, ես որ չլինեմ ամեն ինչը կարա կատարի, այնց որ էդ էլ կապ, սերնդափոխությունն է պատրաստել, մրցավարին պատրաստ ենք, ես տանեմ հետս ծանոթացնեմ, որ ուղղակի եթե գտնեմ պետքա ես կգնամ, եթե չէ մի քիչ հանգստանամ, իրոք ես էլ շատ հոգնած։ Անկեղծորեն շատ ուրախ եմ այդ ամեն ինչի համար եւ վստահ եմ, որ հիմա մեր հաջորդ էջում դուք նույն խանդավառությամբ կպատասխանեք նաեւ հեռուստադիտողների հարցերին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մարիամ, պարոն Սերոբյանը պատրաստ է պատասխանել հեռուստադիտողների հարցերին, խնդրեմ։ Բարև ձեզ, պարոն Սերոբյան։ Որպես մարզիչ, ձեր մարզիկների հետ ունեցած որ հաղթանակը երբեք չեք մոռանա։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։ Իսկ որ պարտությունն է ամենածանրը եղել։ Աշխարհի առաջնությունը։ 24 թվականի աշխարհի առաջնությունը։ Երբ Արթուր Դավթյանը առաջի ցածկը փչացրեց։ Հեռուստադիտողին հետաքրքիր է դուք երբ եղել եք մարզիկ, որն է եղել ձեր ամենասիրելի գործիքը։ Ճիշտ ասած, իմ համար հենց հենացածն է եղել։ Իսկ ամենաչսիրածը նժուկ թափերը։ Մի անգամից ասեմ։ Երբևէ ստացել եք առաջարկ գլխավորելու այլ երկրի հավաքական։ Այո, շատ եմ ստացել, ու մինչև էդ էլ 95 թվականին ես երիտասարդ էի, մի տարով ես աշխատել եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Բայց դրանից հետո ստացել ենք, տեսել ենք երեխաներ, ունենք այդ ժամանակ ճիշտն ասած անկեղծ կլինեմ, երբ որ ես աշխատեցի երիտասարդ էի, իմ մարզիկները, իմ տղաները մասնակցեցին հենց Իրանում մեկան մասնակցեցին, այդ ժամանակ ես ինձ դավաճան զգացի ու որոշեցի, երթվեցի, որ չեմ գնա ոչ մի տեղ, ոչ մի գումարի դեպքում։ Ինչև այսօր են առաջարկում, բայց չէ։ Ո՞րն է ամուր ընտանիքի գլխավոր բաղադրատոմսը ձեզ համար։ Ամեն մեկը որ իր տեղում լինի։ Հայկական ընտանիքում, ասենք, եթե գլուխը կոնկրետ ղեկավարը ճիշտ դա տան տղամարդն է, բոլորը լսում են, ճիշտ որոշումներ է կայացնում, այս մեր մանրամարզությունն էլ հենց ընտանիքա մեծ։ Եթե կա ճիշտ ղեկավար, լսում են, խիստ դիսցիպլինայով ու լսածը կատարում է, հենց այնպես չեն լսում, ինչ որ անում են, ըլլում են, մենակ բարգավաճում արդյունքների համար, թե ամեն ինչի համար, իրար հարգում են մեծ ու փոքրը, դա ամենակարևոր բանն է ըստ ինձ։ Եվ վերջին հարցը, պարոն Սերոբյան, մարմնամարզությունից դուրս ինչպես եք ձեր օրը կազմակերպում։ Ժամանակ չենք ունենում կազմակերպենք, ճիշտն ասած մեծ ուրախություն, եթե չլինի իմ թորնիկը, ուղղակի մենք չգիտեմ ինչ կկատարի, որովհետև ֆիզիկապես ոչ մի բան մենք ես անձամբ չեմ անում, օգնում են, օգնողները կան, բայց հոգեպես շատ ենք օգնում, թռիչքները շատ են։ Գալիս ենք թորնիկի հետ ենք խաղում, մանկանում ենք։ Շնորհակալ եմ շատ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հաղորդումը մոտեցավ ավարտին, հիշեցնեմ, որ սպորտային մարմնամարզությունն էր այսօրվա թեման, հյուրս էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Ցտեսություն եւ մեծ հաղթանակներ ձեզ։